Իրանը Ժնևում բանակցությունների սեղանին նոր առաջարկ է դրել, երբ երկու երկրի պատվիրակությունները հանդիպել են միջուկային բանակցությունների երրորդ փուլն անցկացնելու։ Իրանի Մեհր պետական լրատվական գործակալությունը վկայակոչելով Ժնևից ստացված տեղեկությունները հայտնել է, որ Միացյալ Նահանգներին ներկայացրած Իրանի պատվիրակության առաջարկի նպատակն է փարատել Վաշինգտոնի մտահոգությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Առաջարկը մշակված է այնպես, որ վերացնի Միացյալ Նահանգների բոլոր կասկածները Իրանի միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ։ Սակայն մի կարևոր պայման կա առաջարկի համաձայն, եթե Սպիտակ տունը ձախողի գործընթացը, դա կհաստատի Թեհրանի մտավախությունները, թե Վաշինգտոնը լուրջ չէ դիվանագիտության հարցում։ Նշվում է, որ առաջարկի կոնկրետ մանրամասները հրապարակված չեն։ Միացյալ Նահանգները բազմիցս ցույց է տվել, որ իր համար այսպես անբեկանելի խնդիր է եւ յուրաքանչյուր վերջնական համաձայնություն Իրանի հետ ենթադրում է միջուկային ծրագրից ամբողջական հրաժարում, ինչպես նաև Իրանի կողմից իր ազդեցության տակ գտնվող պետությունների կամ խմբերի ֆինանսավորման եւ սպառազինության տրամադրման բացառումը։ Հետաքրքիր է նաև, որ փաստաթուղթը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ չի փոխանցվել եւ դա տեղի է ունեցել դիվանագիտական խողովակներով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Սարաղչին Թեհրանի միջուկային առաջարկը հանձնել է Օմանի արտգործնախարարին բանակցություններից ընդամենը ժամեր առաջ։ Իրանի պաշտոնական իրնագործակալությունը հայտնել է, որ փաստաթուղթը պարունակում է հնարավոր համաձայնագրի առանցքային տարրերը։ Այժմ գնդակը Միացյալ Նահանգների խաղադաշտում է, որը Իրանի շուրջ ավելացրել է իր ռազմական ներկայությունը նպատակ ունենալով ճնշում գործադրել Թեհրանի վրա միջուկային համաձայնագիր ստորագրելու եւ հրթիռային ծրագրերից հրաժարվելու համար։ Փետրվարի 25-ին Իսրայելում գործող CNN-ը հղումանելով արաբ դիվանագետի հաղորդել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել կտրուկ նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը որպես միջուկային առաջարկի նախագծի մաս։ Նախագծով նախատեսվում է հարստացման մակարդակի իջեցում 6%-ից մինչև մոտ 3.6%, նաև հարստացման կասեցում 7 տարով, մինչդեռ Միացյալ Նահանգները պայքարում է 10 տարվա համար։ Իրանական կողմն էլ իր հերթին այլ ակնկալիքներ ունի, մասնավորապես Իրանը ակնկալում է, որ ուրանի հարստացման սահմանափակման դեպքում Միացյալ Նահանգները ամբողջապես չեղարկի այն պատժամիջոցները, որը սահմանել է Իրանի դեմ։ Եթե այս ձևաչափով կողմերը կարողանան առաջ գնալ, այսինքն Իրանը սահմանահարստացումը ուրեմն կչացնի, այդ դեպքում ակնկալում է, որ Միացյալ Նահանգները պետք է ուրեմն վերացնի պատժամիջոցները, այս դեպքում որոշակի ուրեմն առաջընթաց բանակցությունում կարելի է ակնկալել։ Միացյալ Նահանգները պահանջում է հարստացված ուրանի դուրսբերում Իրանից, մինչդեռ Թեհրանը համաձայն է միայն նվազեցնել դրա հարստացման աստիճանը, առանց այն երկրից հանելու։ Իրանի համար իրավիճակը դարձել է շատ պարզ ընտրություն՝ կամ համաձայնագիր, կամ ճնշումների սրում։ Ի տարբերություն նախորդիվ, այս անգամ կարծեք թե Իրանը հատկապես կենտրոնացած է սանկցիաները թոթափելու խնդրին։ Մենք գիտենք, որ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով թեպետ նախատեսվում էր աստիճանական թուլացում, այս անգամ իրանցիները ակնկալում են այսպես ավելի համընդգրկուն սանկցիաներից թոթափման պայմանավորվածություն, որը երևս ես կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով իրատեսական չէ։ Միացյալ Նահանգները արդեն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում ցույց տալու համար, որ բանակցությունների ձախողման դեպքում պատրաստ է նաև կոշտ քայլերի։ Պարսից ծոցում ավելացել է Միացյալ Նահանգների ռազմածովային ներկայությունը, իսկ Մերձավոր Արևելքում կենտրոնացվել են ամերիկյան օդային ուժեր աննախադեպ ծավալով։ 2003 թվականից ի վեր տարածաշրջանում արդեն տեղակայվել են նաև ժամանակակից F-35 եւ F-22 կործանիչներ։ Միացյալ Նահանգները շարունակում է մեծ թվով զինտեխնիկա ուղարկել Մերձավոր Արևելք, արդեն նաև նշում է, որ ամերիկյան Ջերալդ Ֆորդը մոտենում է Իսրայելի ափերին, սա նաև Միացյալ Նահանգների կողմից լծակ է, այսպես ասենք, որպեսզի բանակցություններում որոշակի ճնշում գործադրի Իրանի դեմ, կամ եթե բանը չհասնի համաձայնագրի կնքման, ապա արդեն գործնականում որևէ հարվածներ տեսնենք Իրանի դեմ։ Այնուամենայնիվ մենք տեսնենք, որ իրանական կողմն էլ ձեռքերը ծալած չի նստում ու արդեն երկու անգամ հասցրել են զորավարժություններ անցկացնել։ Ժնևյան բանակցություններից առաջ Միացյալ Նահանգների ղեկավարությունը հայտարարել է, որ նախընտրում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Վաշինգտոնը շեշտում է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, սակայն լուրջ մտահոգություն են առաջացնում նաև նրա բալիստիկ հրթիռները, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանց շուրջ քննարկումներ ծավալել։